Հաջորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք իրականացնել, վերաբերում է երեխայի միանվագ ծննդյան նպաստներին, որը այս պահի դրությամբ կարգավորվում է ըստ երեխայի կարգաթվի, այսինքն կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում, առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը և հինգերորդը տրվում է տարբեր չափի աջակցություն, առաջինի և երկրորդի դեպքում տրվում է 300,000 դրամ, երրորդ չորրորդի դեպքում 1 միլիոն դրամ և 1.5 միլիոն դրամ հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում, հաշվի առնելով կրկին թե մեր ունեցած փորձը և թե նաև միջազգային փորձը և թե նաև այն տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են, առաջարկում ենք այն համահարթեցնել, նաև հաշվի առնելով մի հանգամանք, որ հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով շատ ընտանիքների կողմից և մենք ունենում ենք նաև դեպքեր և իրենք շատ են, եթե կարիք կլինի թվերն էլ կասեմ, երբ որ հատկապես հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար և հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և ըստ էության մեծացնելու, առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ,